1857 թվականից կանայք սկսեցին պայքարել իրավունքներ ձեռք բերելու եւ ավելի արժանապատիվ կյանքով ապրելու համար։ Նրանք պայքարեցին, որ այսօր ժամանակակից կանայք ունենան հավասար իրավունքներ տղամարդկանց հետ եւ ապրեն առանց բռնության հասարակությունում։ 21-րդ դարում սակայն փոխվեցին միայն բռնության դրսևորման ձևերը, իսկ բռնությունն ըստ էության մնաց նույնը։ Այսօր յուրաքանչյուր երրորդ կին կյանքում գոնե մեկ անգամ ենթարկվում է բռնության իր ամուսնու կամ զուգընկերոջ կողմից։ Օրական միջինում 137 կին է մահանում այդ բռնության արդյունքում։ Բռնության թվերը մեծ են աղքատ եւ փակ էթնիկ կրոնական երկրներում։ Եզդիական համայնքում եւս կարելի է հանդիպել եզդի աղջիկների, ովքեր զրկված են կրթության իրավունքից, չունեն ազատ ընտրության ու նաեւ աշխատանքի իրավունք։ Այս եւ հարակից թեմաների շուրջ կխոսենք Երևանի պետական համալսարանի դասախոս Անի Կոջոյանի հետ։ Անի ջան, բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար եւ ուզում եմ շնորհավորել մի ամսյակի կապակցությամբ լավագույն մաղթանքներս ձեզ։ Եվ միանգամից հարցին անցնելով ուզում եմ խոսենք, ինչի է հասել ժամանակակից աշխարհը կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում։ Հասկանալու համար թե այս պահի դրությամբ որտեղ ենք հասել, ես կառաջարկեմ մի քիչ ավելի հետ գնանք, հասկանանք այդ որտեղից ենք եկել, որովհետև մարդու իրավունք եւ կնոջ մարդու իրավունքը դրանք հիմնարար իրավունքներ են, բայց արեք ու տեսեք շատ հաճախ կնոջը պետք է եղել ապացուցել կամ կարիք է եղել ապացուցել, որ այդ իրավունքը եւս իրենն է։ Որտեւ իրավունքի տեսակներ են եղել, որ ուղղակի փաստացի կինը զրկվել է այդ իրավունքից, կրթվելու, ընտրելու, ընտրվելու, աշխատանքի մնացած տարբեր հասարակական, քաղաքական, սոցիալական մշակութային իրավունքներից։ Սրա համար ուղղակի արեք պատկերացնենք մի իրավիճակ, որտեղ ես այս փոքրիկ պատմությունը վիզուալ շատ պատմում եմ տարբեր խմբերում, որտեղ ունենում ենք հանդիպումներ, պատմականորեն կնոջը արհեստականորեն նաև տեղավորել են փոքրիկ մի հացին շրջանակի մեջ եւ պայմանական ասել են դա քո շրջանակն է, այդտեղից դու դուրս չես գալիս։ Եվ այդ շրջանակը ընտանեկան, կենցաղային, մասնավոր շրջանակն է եղել։ Տղամարդուն տեղադրել են, տեղավորել են այն պատմական մեկ ուրիշ կլոր շրջանակի մեջ եւ դա եղել է հասարակական սեկտորը, հասարակական տիրույթը եւ կինը ամեն անգամ, երբ որ իր ընտանեկան շրջանակից փորձել է մեկ ոտք գցել դուրս եւ ասել ես էլ եմ ուզում կրթվել, սովորել, սովորեցնել, աշխատել, բժշկել, ցանկացած մեկ այլ բան, որը դուրս է եղել իր ընտանեկան այդ շրջանակից, կնոջ ասել են չէ, քո տեղը այնտեղ է։ Տղամարդու դեպքում եղել է հակառակը, տղամարդը շատ ազատ կիրարկել է, յուրացրել է, իրացրել իր բոլոր տեսակ իրավունքները, ցանկություններն ու հնարավորություններն է ունեցել դրանք կիրարկելու, եւ երբ ուզել է հետ է եկել, այսպես մասնավոր տիրույթ հետ է գնացել առանց հարցնելու իր հասարակական ոլորտ։ Այն պահից սկսած, երբ որ կնոջը, կինը, կանայք, մեր նախնիները կարողացել են հաղթահարել այդ նույն պայքարի եւ պայքարների շնորհիվ տարբեր, զարգացումների, փոքրիկ ձեռքբերումներ ենք ունեցել եւ եկել ենք հասել ենք մեր օրեր։ Ինչ ունենք այսօր, այսօր կինը ունի կրթվելու իրավունք, կրթության իրավունք եւ նաեւ որոշ հնարավորություններ դրա հետ կապված, կինը ունի իրավունք աշխատելու, կինը ունի իրավունք ընտրելու, քաղաքականության առհասարակ իրավունքի տեսանկյունից կարծեք թե մեզ բոլոր իրավունքները տրված են թղթի վրա։ Բայց այստեղ հարց է առաջանում, արդյոք այդ հնարավորությունները մենք փաստացի ունենք։ Մենք երբ որ միշտ խոսում ենք իրավունքների զարգացման տեսանկյունից եւ ինչ իրավունքներ ունենք, մենք բոլոր իրավունքները այսօր ունենք։ Բարգասը մենք չունենք այն տարբերակը, որ ինչ որ միտեղ ֆիքսված լինի, որ կինը չի կարող։ Բայց դրա կողքին մենք միշտ խոսում ենք երկու բանի մասին։ Արդյոք կինը ունի հնարավորություն այդ իրավունքից օգտվելու հավասարապես եւ լիարժեք եւ արդյոք արդյունքները, հավասարության արդյունքները նույնն են, նույն արդյունքով են դուրս գալիս։ Մեր խնդիրը այսօր ավելի շատ այդ հնարավորությունների վրա է, որ հնարավորությունները հավասար չեն լինում շատ հաճախ եւ նույն ձևով հավասար արդյունքների հետ կապված։ Դիցուկ օրինակ մի որ պատկերացնենք ավելի պատկերավոր վերապատրաստումներ, որտեղ կային եւ տղամարդիկ էին մասնակցում եւ կանայք էին մասնակցում եւ տղամարդիկ ասացին անի ջան դել ավելի 21-րդ դարում երի խոսել իրավունքներից, իր կանայք բոլոր իրավունքները ունեն։ Ես էլ ասում եմ դες չեմ ասում չունեն, բայց հնարավորությունները ունեմ, դե ինչ հնարավորություններ, չէ։ Ասում օրինակ տեսեք, դες եկել էր հրավեր մասնակցելու այս վերապատրաստմանը, ճիշտ է։ Թող դեռ բարձրացնեն նրանք, ովքեր տանը ինչ որ հարցեր պետք է կարգավորեին, ինչ որ բաներ պետք է համակարգեին, ինչ որ մի բանից հարցնեին, դասավորեին, որ նոր կարողանային գալ։ Եվ թող հիշեն բոլոր նրանք, ովքեր այդպես էլ չկարողացան այսօր գալ։ Տղամարդիկ զարմացած նայում էին իրար, թե հետո պետքա ձեր, բոլոր կանայք ձեր բարձրացրեցին։
տղամարդիկ նայում են ասում են, բայց ումից ինչ պետք է հարցնեինք։ Հավասար ստացել էին բոլորը, իրավունք, փաստացի, հա, մասնակցելու վերապատրաստմանը, բայց հնարավորության տեսանկյունից կանանց վրա այնքան տեսանելի ու անտեսանելի բեռ կա դրված, այդ թվում նույն կարծրատիպերի հետ դրանց ավելացնենք էլ կարծրատիպերը, որոնք այդ հնարավորություններն են սահմանափակում մեր երկու սեռերի համար եղած իրավունքները հավասար ձևով իրացնելու։ Հայաստանի Հանրապետությունը օրենսդրական կարգավորումներ ունի, որոնք ընտանեկան բռնության կանխարգելման են միտված եւ արդյոք դրանք աշխատում են թե ոչ։ Մենք օրենսդրությունը բավականին, այսպես ասենք, զարգացել է, բարելավել է անկախությունից ի վեր։ Մենք ունենք 13 թվականից սկսեմ մինչև բռնությանն անդրադառնալը, ունենք 13 թվականի օրենք, որտեղ գենդերային հավասարության մասին օրենքն է, որը վերանվանվել է, այսպես ասենք, կանանց եւ տղամարդկանց, որտեղ առաջին լսումով ազգային ժողովում անցել է իբրև գենդերային հավասարության մասին օրենք եւ այնուհետև վերանվանվեց, վերափոխվեց կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին օրենք։ Այ իրավունքները իրենց ամբողջ բույլով փնջով կարող ենք տեսնել այս օրենքում, որը շատ լավ է եւ շատ կարող ենք ասել առաջընթաց ունենք օրենքի մակարդակով ֆիքսելու այս սահմանները, բայց օրենքը պետք է կարողանան լինի մեխանիզմ գործողությունների կամ միջոցառումների պլան, որտեղ այդ օրենքները կկարողանան կիրառվել եւ նաեւ մշտად լավ, լուրջ, արդյունավետ մշտად դիտարկում, որը կտա ընթացիկ գնահատական արդյոք դա կատարվում է թե չէ։ Երկրորդը 17 թվականի ընտանեկան բռնության կանխարգելման, բռնությունից տուժած անձանց պաշտպանության մասին օրենքներ, ավելի երկար եւ պաշտոնական անվանումով, իդեպ, որը 7-8 տարվա ջատագովության արդյունքում հասարակական կազմակերպությունների, որոնք հենց ջատագովում են եւ պաշտպանում են կանանց իրավունքները, անհատների, փորձագետների արդյունքների եւ ջանքերի միավորման շնորհիվ այս օրենքը նաեւ ընդունվել Հայաստանի Հանրապետությունում, որը լիարժեք չէր այնուամենայնիվ, որովհետև մեխանիզմները բավականին թույլ էին։ Դրանից հետո մենք ունեցանք Եվրոպայի խորհրդի 210 կոնվենցիան, որ Հայաստանի Հանրապետությունը, որը կրկին ամբողջությամբ կանանց պաշտպանությանն է միտված, ընտանեկան բռնությունից եւ կանանց նկատմամբ բռնությունից առհասարակ որևէ տեսակի բռնությունից կանանց պաշտպանելու, որտեղ Հայաստանի Հանրապետությունը հունվարին 18 թվականի ստորագրեց, բայց առասպած չենք վավերացրել այն։ Իսկ կոնվենցիաների դեպքում մենք ունենք երկու փուլ՝ ստորագրում եւ ստորագրումից հետո որոշակի ժամանակ, որպեսզի պետությունը ամբողջությամբ վավերացնի, եւ սա կնշանակի ինչ, որ կոնվենցիայով սահմանված, իսկ կոնվենցիան բավականին լուրջ պաշտպանական եւ կանխարգելման եւ պաշտպանական մեխանիզմներ է տրամադրում, այդ թվում նաեւ բռնության ենթարկված անձանց, մասնապես կանանց եւ աղջիկներին ոչ միայն պաշտպանելու, նաեւ վերականգնելու համար, եւ այս պարագայում Հայաստանի Հանրապետությունը պետք է նայի ինչ ունի իր օրենսդրական դաշտում եւ ինչ կա կոնվենցիայով եւ այս համաձայնագրի շնորհիվ եւ միջոցով եւ շրջանակում վերանայի իր օրենսդրական դաշտը։ Բայց դրանից հետո, որը առասպած ցավոք սրտի դեռևս չենք վավերացրել, մենք ունենք նաև կանանց նկատմամբ բոլոր խտրականությունների վերացման մասին կոնվենցիան, որը դեռևս ԽՍՀՄ-ի ժամանակ ստորագրել ենք, անկախ Հայաստանի ժամանակ արդեն վավերացրել ենք, եւ որի նաև կարևոր դրույթներից մեկն է պարբերաբար 4 տարին մեկ դրա շրջանակում, հա, Հայաստանի Հանրապետությունը իթիվս այլ անդամ պետությունների հաշվետվություն է ներկայացնում համապատասխան հանձնաժողովում կոմիտեի առջև, թե ինչ է արել կանանց իրավունքների տեսանկյունից, այդ թվում բռնության հետ կապված։ Եվ իմ նշած նույն ընտանեկան բռնության մասին օրենքը 24 թվականին վերանայվեց, բարեփոխվեց, բարելավեց, լավարկվեց։ Որոշ կարևոր դրույթներ, որոնք իրապես թույլ են եւ իրապես խոցելի էին դարձնում եւ չէին պաշտպանում բացարձակ կանանց, կարելի է ասել, որ վերանայվեցին։ Բայց իհարկե դեռևս ամբողջությամբ չեն կարող ասել, որ լիարժեք կանայք պաշտպանված են, որտեղ մեխանիզմները թույլ են եւ այդ մեխանիզմները պահպանողներն ու պաշտպանողները դրանք տարբեր մարմիններն են, իրավապահ մարմինների ներկայացուցիչներն են, իսկ համակարգը բաղկացած է անձանց մակարդակից, պայմանական առաջին առաջնային օղակի օրինակ ոստիկանությունը, եթե ոստիկանը, բայց ոստիկանությունը համակարգն է, վերցնենք անհատ ոստիկանին, կարծրատիպային չէ ինքնին
խտրական չէ, օրենքը լավ է տիրապետում, կարողանում է ճիշտ գնահատել իրավիճակը, հատուկ այդ թեստի շնորհիվ կարողանում է գնահատումը կատարել, ըստ դրա կարողանում է օրինակ արագ կողմնորոշվելով եւ գնահատելով իրավիճակը կնոջ այդ պահին առնվազն պաշտպանել կամ նախազգուշացում տալ բռնություն գործադրած անձին կամ անհետաձգելի միջամտության որոշում կայացնել, բայց եթե պայմանական ենթադրենք ոստիկանը կարող է ինքը կարծրատիպ, իսկ մենք նման դեպքեր հարյուրավոր ենք լսում, ոստիկանը ինքը կարծրատիպային լինի, կարող են գալել դե ինչ մի բռնություն ա եղել, որտեղ հիմա մի հատ ամուսինն է, կարող է մի հատ էլ ապտակել, մի հատ էլ հրել է, կամ մի հատ էլ այսպես է ասել, հա ինչ անենք որտեղ չլինի եւ այլն, սկսի իր կամայական եւ ընդհանրապես իր պատկերացրատի համաձայն մեկնաբանել իրավիճակը։ Ունենք փոփոխություններ, մասնավորապես ընտանեկան բռնության մասով ունենք մեր տեղական ազգային օրենքը, որը ինչպես արդեն 24 թվականին բարելավել է, բայց դեռևս ինքը իհարկե ամբողջությամբ արդյունավետ ձևով չի գործում եւ չեն կարող ասել, որ կանայք ամբողջությամբ եւ լիարժեք, այսպես ասենք, պաշտպանված են մեզ մոտ։ Օրենքում կան կոնվենցիայում կան կետեր, որոնք կամ դրույթներ, որոնք վերաբերվում են ազգային փոքրամասնությունների համայնքներին։ Տեսեք, այնտեղ ասում է բոլոր կանայք եւ բոլոր կանայք կոնվենցիայի մասին է նաեւ խոսքը եւ ինչպես նաեւ օրենքը, հա, բոլոր կանայք նկատենք կանանց տարբեր խմբերը, դրանք կարող են լինել ազգային փոքրամասնությունները, դրանք կարող են լինել օրինակ տարբեր խոցելի խմբերից կանայք, հաշմանդամություն ունեցող կանայք, փախստական կանայք, փախստականի նման կարգավիճակ ունեցող կանայք եւ այլն եւ այլն։ Իրենց մասին առանձին մենք ունենք որպես դրույթ նշված, իմ նշված այդ ՄԱԿ-ի կանանց նկատմամբ խտրականության վերացման հարցերով կոմիտեի հանձնարարականներում, որը յուրաքանչյուր պետություն ստանձնում է եւ 4 տարին մեկ վերջում գնահատում եւ գնում է դեպի կոմիտե կրկին ներկայացնելու թե ինչ է կատարել պետությունը այդ ժամանակ։ Մենք ունենք նաեւ այո ազգային փոքրամասնությունների, մասնավորապես աղջիկների ու կանանց վերաբերող հարցեր, մասնավորապես վաղ ամուսնությունների հետ կապված, կրթության շարունակականության հետ կապված, որը թե Հայաստանի համար խնդիր է, թե ամբողջ աշխարհում ինչու՞ չէ նաեւ խնդիր է, դրա համար ՄԱԿ-ի կայուն զարգացման նաեւ նպատակների մեջ կա, որ բոլոր աղջիկները ունենան կրթության հնարավորություն եւ այլն։ Այսինքն ամբողջ աշխարհում դա խնդիր է եւ շեշտադրում կա եւ այդ թվում Հայաստանը բացառություն չէ եւ Հայաստանի համար մենք ունենում ենք այդ հիշատակումները առանձին որպես հանձնարարականներ։ Պլյուս նաեւ Հայաստանի Հանրապետություն ունի իր քաղաքական գենդերային քաղաքականությունը իրականացնելու ազգային կամ պետական ռազմավարությունը կամ ռազմավարական մոտեցումը այս պահի դրությամբ թերևս ցավոք նախագիծ է ամբողջությամբ պատրաստ 24-28 թվականների համար տեսեք դեռևս պետքա 23-ի վերջ ընդունվեր որպեսզի 24-ից գործել այս պահին ցավոք դեռևս ինքը նախագիծ է բայց բավականին համապարփակ եւ այնտեղ այո կարող են գտնել շեշտադրումներ կապված ազգային փոքրամասնության ներկայացուցիչների, կին ներկայացուցիչների հետ կապված դիցուկ եթե նաև չեմ սխալվում տարբեր հանդիպումներ տեղի ունեցան, որովհետև առավելագույնս փորձ է արվել կատարվել մասնակցային սկզբունքներով ռազմավարությունը մշակել եւ քննարկումներից մեկում օրինակ կար եզդիական համայնքից կին ներկայացուցիչ եւ ասաց, որ այնտեղ գերակայություններով են ռազմավարությունները եւ գերակայություն 3-ը կրթության մասին է, կրթություն ու գիտություն եւ այնտեղ շատ մեծ բլոկ կա ուսուցիչների վերապատրաստումներին միտված, որպես կարողությունների զարգացման, շարունակական կրթության որպես մի մաս եւ այդ ինքը կարծեմ ուսուցիչ էր նաեւ կամ ուսուցիչ էր կամ համայնային դեպս համայնքի ծեր ուսուցչական ասաց, որ շատ կարեւոր է, որ ձևակերպումը գնա ոչ թե այդ վերապատրաստումները ուսուցիչների, հանրակրթության ուսուցիչների համար, որովհետև ասած նույն եզդի կանայք, եթե օրինական դասավանդում են դպրոցում, նրանք որպես այդպեսին, եթե եզդերեն են դասավանդում, իրենք ուսուցչի կարծեմ կարգավիճակով չեն, այլ կամ խմբավար են գրանցված, եւ եթե փաստացի ռազմավարության մեջ մենք չենք ավելացնում, տեսեք փոքրիկ նյուանս է, բայց կարեւոր, եթե դա նախատեսված է միայն ուսուցիչների համար, այդտեղից համայնքը կարող է դուրս մնալ, որտեղ ռազմավարությունը նախատեսել է ուսուցիչների համար։ Եվ այդպիսի դիտարկումները եւս թեև փոքր թվացող էին այդ բանը, բայց շատ կարեւոր էին եւ այո բոլոր այն կարևոր շեշտադրումները, որը մենք ստացել ենք համայնքի ներկայացուցիչներից, փորձագիտական համայնքից, կարող ենք տեսնել այդ ռազմավարության նախագծի մեջ ամփոփված։ Գուցե ոչ ամբողջական ձևով բոլոր խնդիրները, որտեղ անհնար է հաշվառներով տարբեր գործոններ այդ թվում ռեսուրսները
Համենայն դեպս կարևոր շեշտադրումները էլի նշեմ կրթության հետ կապված, կրթության շարունակականության եւ կրթության իրավունքի եւ վաղամուսնությունների համենայն դեպս կա։ Որքանով է բռնությունը դրսևորվում ցածր կրթական եւ սոցիալական մակարդակներում, այսինքն այդտեղ ավել են, պակաս են, թե ընդհանրապես բռնության դրսևորումը դրա հետ կապ չունի։ Ես կառաջարկեմ այս հարցին մի քիչ ուրիշ երևի ռակուրսից նայենք։ Տեսեք, կրթությունը կոչված է կրթելու եւ իրազեկելու հասարակությանը եւ կարող է հանրային կարծիքների վրա փորձել ազդել եւ նույն իրազեկման միջոցով իրազեկել, ազդել կարծիքների վրա, գուցե վերաբերմունքի փոփոխության։ Այս առումով շատ կարևոր է կրթությունը, բայց կրթությունը մենք կառաջարկենք մեկ այլ տեսանկյունից իրան դիտարկել, նախ մարդու անհատի ներուժ իրացնելու եւ իր իրավունքն է, եւ երկրորդ, օրինակ տեսեք ինչ ենք վաղամուսնությունները, եթե մի քիչ հետ գնանք այս հարցին, վաղամուսնությունները ինչի պետք է պետությունը արգելի, վաղամուսնությունները մանկահասակ դեռ անչափահասների ուրեմն ամուսնությունները, որովհետև ավելի վաղ տարիքում ամուսնությունները զրկում են սովորաբար երեխաներին այս պարագայում կրթությունը ավարտելուց եւ իրենց կյանքի նկատմամբ առհասարակ կյանքի բոլոր ասպեկտների կրթության, քաղաքականության, տնտեսության, առողջապահական բոլոր տեսակի իրավունքների հետ եւ կյանքի այդ ասպեկտների հետ կապված որոշումներ կայացնելուց։ Այս առումով պետությունը ինքը պետք է ստանձնի այդ իրավունքը եւ ստանձնի եւ պատասխանատվությունը, որպեսզի պայմանական այդ վաղամուսնություններ օրինակ արգելվեն X տարիքում, որպեսզի մարդը կհասնի մի տարիքի, որպեսզի կարողանա առնվազն կրթությունը նաև ստացած լինի, որպեսզի իր կյանքի տարբեր դրվագներում ու ասպեկտներում որոշում կայացվի։ Մարդը, որը նաև կրթություն է ստացել, ավելի ապահով է հիմնականում սոցիալական երաշխիքներն են ավելի լավ, առողջապահական երաշխիքները, այդ թվում հավանականությունը մեծ է, որ ինքը բռնությունից զերծ կապրի։ Մարդը, որը ստացել է կրթություն, չի նշանակում, որ ինքը պաշտպանված է, որ բռնության չի ենթարկվի։ Մարդը, որը ստացել է կրթություն, չի նշանակում, որ ինքը հակված չէ բռնություն գործադրելու։ Սրանք թերևս այդ նաև միֆական պատկերացումներ են, որ բռնություն միայն կիրառում են կամ գործադրում են կրթություն չունեցող անձիկ, բռնության ենթարկվում են կրթություն, չէ, սա այսպես չէ, բայց անձը, որը ունի կրթություն, ավելի հակված է ավելի շուտ դուրս գալու կրթական այդ բռնության ցիկլից եւ ավելի հակված է ավելի ճիշտ արձագանքներ տալուց։ Հասարակությունը պետք է նաև իրազեկ լինի ընդհանուր, թե ինչ մեխանիզմներ կան, որ սա պայմանական քավլիցիա, այսինքն այն հասարակությունում ենք ապրում, որ առնվազն, եթե մենք ականատես չենք եղել, գոնե լսել ենք, չգիտեմ, հարևանի ձայնը, գոռոցը, ընտանեկան բռնության դեպքերը, բայց եթե հասարակությունը կիրթ չի, ընտանեկան բռնությունը չի անվանում բռնություն։ Ասում է իրենց ընտանիքի հարցն է, իրենց գործն է, ընտանեկան վեճ է, շատ ցածր իջեցնում են անհատի մակարդակի, բայց մինչդեռ անհատը մեղավոր չէ այն ամենի համար, ինչը կատարվում է իր հետ։ Սա համակարգային խնդիր է, հանրության խնդիրը պետք է դառնա, պետության խնդիրը պետք է դառնա օգնելու անհատին։ Այստեղ այդ դեր ասած հարցը շատ տենց միահյուսված է գնում, այսինքն կրթությունը հարկավոր է, որպեսզի մենք իրազեկ լինենք ու ճիշտ պաշտպանենք, ճիշտ արձագանքման մեխանիզմներ ունենանք, ավելի շուտ եւ ապահով կարողանանք դուրս գալ իրավիճակից, բայց գրավական չէ, որ եթե դու կրթություն ունես կամ պաշտպանված ես կամ չես գործադրելու։ Ցավոք սրտի շատ մենք կարող ենք տեսնել բռնարարներ, կլասիկ բռնարարներ, բայց որոնք կոստյումով կարող են լինել, կանայք, որոնք բարձր պաշտոններ կարող են զբաղեցնել, մասնագիտություն ունենալ, աշխատել, արարել, բայց բռնության ենթարկված անձ լինել, բռնություն վերապրած անձ լինել։ Բռնությունը ցավոք սրտի հայր իշխանական համակարգի գործիքներից մեկն է, բռնակալությունը իր հիմքն է, գերակայությունը, ուժ իշխանությունը, ուժ իշխանության հարաբերությունը այդ ամբողջ հիմքում են ընկած բռնության, բայց որը արհեստածին է։ Մարդը ծնվում է ազատ, մարդը պետք է ունենա տարբեր տեսակի իր ազատությունները, կյանքի ազատության, կրթության իրավունքի եւ այլն, հա, բայց այդտեղ գալի է արհեստական, արհեստածին սոցիալական մեծ գործիքը բռնությունը, որը կարծես փակում է վերահսկողությունը դնում անհատի վրա։ Այս առումով բարդ է, բազմաշերտ է, կրթությունը ընդհանրապես գործիքներից մեկն է, որ մեզ պետք է օգնի հաղթահարելու դարեր շարունակ մեզ հասած այդ չոր եւ արհեստածին գործիքը կամ իրավիճակը։
Արհեստացին երևույթների մասին խոսելուց անդրադառնանք նաև հասարակությունում առկա չափորոշիչներին, որոնց մենք բոլորս քիչ թե շատ ուզում ենք համապատասխան լինենք, երբեմն բռնության ենթարկված կինը հենց այդ չափորոշիչներին ենթարկվելով մնում է բռնարարի կողքին ու այդ կրկնակի զոհականացման չենթարկվելու նպատակով մնում է այդտեղ ու կարելի ասել շատ անդառնալի հետևանքներ դա կարող է ունենալ։ Ինչ անի այս դեպքում կինը, ինչպես հաղթահարել հասարակության կարծրատիպերը, ինչպես հաղթահարել զոհականացումները կրկնակի տանը դրսում ամենտեղ, եթե դու չունես մասնագիտություն, եթե չունես գնալու տեղ առհասարակ ուր կարող է գնալ այսօր բռնության ենթարկված կինը։ Տեսեք, հարցը մինչև ամենավերջը գալը սկսենք սկզբից կարևոր շեշտադրումներից ձեր այդ չափանիշները, որը դրված են, ուզում եք դրանց անվանենք սոցիալական նորմեր, սոցիալական ստանդարտներ, հասարակական, չգիտեմ, կարծրատիպեր, որոնք մեզ կարծես թելադրում են առանց ինչուների, ինչու է այդպես, ուղղակի ինչուն անջատած, որ մենք այդպես պետք է ապրենք։ Եվ մենք դա ստանում ենք փոքրուց դա մեր շրջապատից, ընտանիքից, մեդիայից, հետո դպրոցում է շարունակվում, որտեղ շատ հաճախ ինչ է տեղի ունենում։ Բոլորս կարող ենք հիշել ամենամիամիտ թվացող խաղերը, տղաների հետ ծնողների վերաբերմունքը։ Տղա երեխան 3-4 տարեկանից արդեն, եթե ոչ ավելի վաղ, սկսում ենք լսել, որ տղայիս մի լացի չի կարելի, հո դու աղջիկ չես, այսինքն լացը, էմոցիաների ցույց տալը, զգացմունք ցույց տալը, սերը արտահայտելը դառնում է մի բան, որը արգելված է տղաներին։ Եվ հակառակը դրա փոխարեն սովորեցնում ենք ինչ, իր տեղը որոշելը, իր հարաբերությունները որոշելը եւ պատկանելիություն, այսինքն եթե մի բան իրանա պատկանում իր խաղալիքնա, ոչ ոքին չտաս, կամ եթե մի բան քեզ հավանել ես, վերցրու։ Ես չեմ սա փորձում ընդհանրացնել, բայց ընդհանուր միտումներն եմ ասում հայրիշխանական հասարակություններում ինչպես է եւ Հայաստանը բացառություն չէ եւ միակը չէ։ Կոնֆլիկտները հաղթահարելու փոխարեն այդ բանակցությունները սովորեցնելու փոխարեն ինչ են տղա երեխաներին սովորեցնում, քարը առ վերցրու տուր գլխին։ Շատ լավ, տղա երեխան մեծանում է, նույն շատ վիզուալ մետաֆորիկ պատկերացրեք իմ ասածը ուղղակի, այդ նույն քարը, տենց պատկերացրած քարը գրպանում, որ ամեն բան կարող անի մեկի գլխին տա, եթե այդ իրեն չի բավարարում։ Եթե ինքը սովորել է այդ ձևով, այսինքն դա երեխային մենք պատրաստի կաղապար ենք։ Իսկ աղջիկ երեխային հակառակը սովորեցնում ենք խմխուշ լինի, հեզ լինի, լսող լինի, սպասարկող լինի։ Նկատել եք, որ աղջիկների համար այդ պետքերը ավելի շատ են։ Եվ նկատել են երևի, որ աղջիկներին փոքրուց սովորեցնում ենք այդ անընդհատ մի բանի արժանանալու ձգտումը, որ ինքը պետք է մի բան անդադ սպասարկի, արժանանա, որ իրանից նոր շնորհակալություն հայտնեն։ Եվ դա գալիս է հասնում է մեր օրեր եւ ունենք այն, կոպիտ ասած, ինչ ունենք։ Կինը շատ հաճախ այդ նույն կաղապարը վերցրել է փոքրուց կամ տեսնելով կողքը նույն մեդիայից թեկուզ մեծ տարիքում, որ դե հիմա բռնություն է, որ մեկ է չի պատահում, որ բայել ինչ պետք է լինի, բայ եթե ունենք անգամ լեզվամտածողություն դրսևորող եւ նաեւ պտտող, ստեղծող ասացվածներ, եթե սիրում է, ուրեմն ծեծում է, եթե ծեծում է, ուրեմն սիրում է։ Կինը բուրդ ինչքան չփոխես կփափկի, մարդու ծեծած, վարդի ծեծած եւ այլն։ Սրանք իհարկե իրականությանը չհամապատասխանող են, առողջ, հավասար փոխաջակցության վրա հիմնված, հարգանքի վրա հիմնված հարաբերությունների մասին չեն։ Բայց այստեղ ինչ եմ սա ուզում նշել, որովհետև մենք ասում ենք կինը ստիպված մնում է, իրապես ստիպված։ Երբեմն կարող ենք լսել կանանց մեղադրող դիսկուրս, դե որ չի ուզում, թող չմնա, դե որ չեր ուզում, չեր դիմանա, կարող է իրան ուզում եք ասել կնոջը դուր եկե, որ իրան ծեծում են, կնոջը դուր եկե, որ իրեն հայհոյում են, կնոջը դուր եկե, որ իրեն դավաճանում են, չէ։ Որևէ մի կնոջ երբևէ դուր չի գա դա, որովհետև դա բնական չէ։ Այլ բան է, որ ինքը պատրաստի կաղապար է ստացել դա ընդունելու եւ քննադատական մտածողության որպես այդպեսին չի ռեֆլեքս անում, չի մարսում, չի պատտասնում իրեղում, այլ դրա հետ ինչ կարելի անել։ Բայց իհարկե ամեն բանը անգամ այս նույն բռնությունը ինչ որ միտեղ գալիս է, երբ որ անգամ կինը, որին փոքրուց սովորեցրել են, որ պետքա դիմանա կամ կողքից անդադ լսել է, թե գուցե իր ծնողներից, իր ընկերներից, նույն էլի եմ ասում, մեդիայից, նույն հեռուստասերիալներից,
մի բան կարող եք ասել ոչ բռնությանը, եւ սովորաբար բռնության ենթարկված կանանց մի մասը, զգալի մասը ասում է, որ այդ ոչը եղավ, երբ որ ինքը հասկացավ, որ գուցե դա իր կյանքի վերջին օրը լինի։ Այդ մի գիտակցություն է, որ համենայն դեպս յուրաքանչյուր բռնության ենթարկված կին հավատացեք ապրում է։ Եվ դա դառնում է։ Այստեղ հարցը իհարկե առաջանում է եւ տարբեր են պատճառները, ինչու այդքան տարի դիմացել, որովհետեւ նույն աջակցությունը, փոխաջակցությունը չի ունեցել գուցե ընտանիքից, իր ընկերներից, ցավոք սրտի հետ հայացքով կնասպանության դեպքեր, որովհետեւ ընտանեկան բռնության մենք ունենք դեպքեր, տարեկան 8-ից 12, իսկ ունենք տարի մինչեւ 15 հասնող դեպք Հայաստանում, որտեղ ավարտը լինում է կնասպանությամբ։ Նույն միայն կնոջը կորցնելուց հետո ընտանիքը մի պահ կանգնում է, նույն ծնողները, նույն ընկերները, բայց արդեն ուշ է։ Ինչ կարող են անել այդ կնոջ համար, որը այլևս ուղղակի մեզ հետ չի այս բարակայում, հա։ Եվ կինը որոշում է այնուամենայնիվ, եթե որոշում է արձակ, որտեղ մի պահ արդեն, ինչպես ասացի, վերջ, որտեղ իր գիտակցության մեջ նստել է, որ դա իր կյանքի վերջին օրը կարող է լինել, իհարկե սկսում է փնտրել տարբերակներ։ Երբեմն լինում է անգամ չգիտել փնտրում, ուղղակի վեր է կենում ու դուրս է գալիս, բարի բուն իմաստով դուրս է գնում այդ սենյակից, այդ տնից։ Լինում է ոտաբոբիկ են լինում են դեպքեր, որ ոտաբոբիկ ուղղակի դուրս են գալիս, գնում ոչ մի բան հետները չվերցնելով։ Հայաստանում տարիներ շարունակ մենք ունենք գործող, իրապես գործող եւ արդյունավետ գործող կենտրոններ եւ նաեւ մյուս կողմից պետական կառույցները, որոնք կոչված են պաշտպանելու կնոջը։ Իհարկե առաջին հերթին, եթե պետական մասով փակենք, թե ինչ կարող են, ուրեմն որտեղ կարող են դիմել, առաջին իհարկե ոստիկանությունն է, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը կարող է լինել, սոցիալ նախարարության թեժգիծը կարող լինել, բայց այն սոցիալական մեծ աջակցություն փաթեթը, որը կինը ստանում է, դա կանանց աջակցման կենտրոններն են։ Երևանում դա կանանց աջակցման հենց կենտրոնն է, անվանում է հենց այդպես, եւ յուրաքանչյուր մարզ նաեւ պատվիրակված ունի ծառայություն, պետությունից ունի պատվիրակված ծառայություն, յուրաքանչյուր մարզում մեկ հասարակական կազմակերպություն իրականացնում է այս աջակցությունը։ Ինչ է սա ենթադրում։ Անկախ նրանից կինը ինչ սոցիալական կարգավիճակ ունի աշխատանք, չունի աշխատանք, ունի կրթություն, չունի կրթություն, զանգելով թեժգից, որը 24 ժամային գործող ուրեմն հեռախոսահամարներ են, շատ արագ սոցիալական աշխատողները կատարում են իրավիճակի գնահատում, պայմանական, դեպքից դեպք շատ տարբեր է եւ կան իրենք ունեն հատուկ վերապատրաստումներ դեպքի վարման հետ կապված, որ յուրաքանչյուր դեպքը մի ձև կան իհարկե ընդհանուր ստանդարտներ, որոնք եւ սկզբունքները, որոնք պահպանվում են, բայց դեպքից դեպք կարող է տարբեր լինել։ Օրինակ, այդ պահին բռնության ենթարկված անձը ապահով է, որ հենց այդ պահին դուրս գա տնից, թե պետք է ինչ-որ պլան լինի, շատ տարբեր են այդ իրավիճակները։ Երբ որ կանանց աջակցման կենտրոններում են հայտնվում կանայք, առաջինը կրկին սոցիալական աշխատողն է, որ իրենց հետ աշխատելու, սա ուղղակի դիպչուկ պատմում է, որ կանայքն կարողանան պատկերացնել, որ այդ ընթացքը այդ պահից սկսած իրենց ձեռքը բռնած կան կազմակերպություններ, որ անցնում են եւ անցկացնում են իրենց այդ ամեն ինչով, որպեսզի իրենք կարողանան իրենք նոր կյանքի գնալ։ Համապատասխան գնահատումից հետո հասկանում են կինը ինչի աջակցություն ունի, կարող է այդ պահին բժշկական աջակցության կարիք ունի, անհապաղ կամ գուցե ոչ անհապաղ ոչ այդ պահին, բայց նշանակում է համապատասխան ինչ բժշկական աջակցություն, իրավական աջակցություն, դա խորհրդատվությունից կարող է սկսել մինչև կնոջ շահերն ու իրավունքը, այդ թվում եթե ունի անչափահաս երեխաներ, այդ թվում իր երեխաների իրավունքները պաշտպանելը համապատասխան ատյաններում, մասնավորապես դատարաններում, ոստիկանության հետ աշխատանքը, գուցե հարկադիր մարմնի հետ հարկադիր ծառայություն ապահովող մարմնի հետ աշխատանքը, հոգեբանի աջակցություն են տրամադրում, կախված էլի կրկին իրավիճակից, պետք է կնոջը, պետք է երեխային, թե կամ եւ համապատասխան գնահատումից հետո սոցիալական աշխատողը կազմում է յուրաքանչյուր, այսպես ասենք, կնոջ պրոֆայլը, որի համապատասխան ինչ տեսակի աջակցություն է հարկավոր եւ իհարկե դա անդադ վերանայվում է։ Սա կրկին ոլորտի էնտուզիաստների հավատքով լեցուն մարդկանց շնորհիվ է ստեղծվել են այս կենտրոնները, որոնք ինչքան էլ դժվար լինի, իսկ այս խնդրի հետ առնչվելը բավականին դժվար է բոլոր առումներով, որովհետև արեք խոստովանենք, որ կա նաև համակարգային անարդարություն, ինչքան էլ ունենք իրավապահ մարմիններ, համակարգեր, որոնք պետության մեջ կոչված են ապահովելու
արդարությունը, այնուամենայնիվ նույն կոմիտեն իր հանձնարարականում գրում է, որ կանանց համար պետք է հասանելի օրինակ լինի արդարադատությունը, մատչելի արդարադատությունը, որտեղ արդարադատությունը այնքան հեռաշատ հաճախ երևում իրապես այդ թվում ամենատարբեր այսպես ցանցավորված ու շերտավորված էլի հարաբերություններով ու խնդիրներով պայմանավորված, որ կանանց համար այդ ամբողջը իրապես հասանելի լինի եւ դժվար չլինի այդ արդարությանը հասնելը եւ նաեւ ամբողջապես վերականգնելը, ամոկվելը եւ նոր կյանք սկսելը։ Իդեպ վերջերս նույն կանանց աջակցման կենտրոնի հետ համատեղ թարգմանեցինք Ջուդիթ Հերմանի, Հերմանը հոգեբույժ է, հոգեբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Հարվարդի համալսարանից, վերջին 30-35 տարին ձևավորել ամբողջությամբ բռնության հետ աշխատանքի, տրավմայի եւ տրավմա ունեցող մասնավորապես կանանց հետ աշխատանքի հետ մեծ դիսկուրսը։ Գիրքը, որը թարգմանել էին, կոչվում է Ճշմարտություն եւ վերականգնում։ Արդարության տեսլականը բռնություն վերապրածների աչքերով։ Այսինքն այնտեղ անդրադառնում է ամբողջ 300 եւ պլյուս էջերի շրջանակում, սկսած այս ինչ որ մենք քննարկել ենք ավելի ընդհանրական ամբողջ աշխարհի համար այդ գրքում էլ կա եւ մեզնից յուրաքանչյուրը այդ գրքում կարող է տեսնել իրեն տարբեր դերերում ընդ որում, սկսած բռնությունը որտեղից է, այդ նույն արհեստատին որտեղից է առաջացել, նույն բռնակալության հիմքով հայրիշխանական համակարգերը ինչպես է զարգացել, ինչպես են արդարացվում նույն բռնարարները եւ ավելի շատ համակարգը կոչված է նրա իրավունքները պաշտպանելու, բայց ոչ զոհի պաշտպանությամբ զբաղվելու իրապես այդ պահին։ Եվ իրապես ինչ են ուզում բռնության ենթարկված կանայք։ Եվ բռնության ենթարկված կանայք, որտեղ սովորաբար այդ առերեսվելն է, այն ինչ որ տեղի ունեցել իրենց հետ, տրավման կրելն է, տրավման վերապրելն է, որ ներկայի մեջ ավելի անվտանգ պայմաններում իրենք վերապրեն եւ վերաիմաստավորեն իրենց հետ կատարվածը, բայց անպայման այն ինչ որ կատարվել իրենց հետ տրվի ճիշտ անուն։ Բռնությունը չի կարող ներում ունենալ կամ չի կարող անգլերեն ասում ենք excuse-ներ ունենալ, այսինքն արդարացումներ ունենալ։ Եվ այստեղ շատ կարևոր է վերջիվերջո եւ մի կարևոր կետ է տալիս, որ նույն բռնարարը չպետք է արտաքսվի հասարակությունից։ Նա էլ պետք է հնարավորություն ունենա հետ գալ հասարակություն եւ հասարակության մաս կազմելու, ինքներեաբիլիտացիա անցնելու, բայց այստեղ ամենակարևորը մնում է ինչ հնարավորություններ ենք ստեղծում բռնության ենթարկված կնոջ համար, որպեսզի ինքը կարողանա իրապես ամոկվել եւ վերականգնվել։ Այս առումով Հայաստանում, ելի եմ ասում, կանանց աջակցման կենտրոնները Երևանում եւ բոլոր մարզերում գործող յուրաքանչյուր տեղ մեկ պատվիրակված հասարակական կազմակերպություն կա, որը իրականացնում է ամբողջական փաթեթը եւ բացի նշված այդ աջակցության տեսակներից նաեւ վերջին 2 տարիները, եթե չեմ սխալվում, 2 տարիները իրականացնում է տնտեսական զորեղացման ծրագրեր կանանց, որովհետեւ եթե մենք ուզում ենք ինքն իրապես բռնությունից դուրս գա եւ հետ չգնա էլի կրկին բռնության այդ շրջանակը կամ շղթան, որտեղ մենք ունենում ենք դեպքեր, որ կինը դուրս է գալիս, բայց հետո կրկին գնում է այդ բռնարար հարաբերությունների հետ, կինը նաև պետք է տնտեսապես կարողանա անկախ լինել եւ տնտեսապես պահել թե իրեն եւ արժանապատիվ պահել եւ ապրել թե իրեն, թե նաև երեխաներին։ Բռնության ինչ տեսակներ կան, երբ կինը կարող է ասել, որ բռնության է ենթարկվել, որտեղ շատ հաճախ ոնց որ վերևում նշեցիք, մեկ ապտակը բռնություն չեն համարում։ Ոստիկանը կարող է անհատապես օրինակ կամ իրավապահման մի X ներկայացուցիչ մեկ ապտակը չհամարել։ Օրենքի տեսանկյունից ընտանեկան բռնության եթե նայենք, դա ֆիզիկական բռնության տեսակներից մեկն է։ Ընտանեկան բռնությունը իր տեսակով կարող է լինել ֆիզիկական, որ ամենատեսանելին է, այսինքն ֆիզիկապես կատարվածը, հոգեբանական, որը ավելի անտեսանելի եւ ոչ շոշափելի է, դրա համար շատ ավելի երկար կարող է ձգվել եւ չճանաչելի թվալ, համենայն դեպս իրապես կա եւ շատ կանայք նախ եւ առաջ այդ հոգեբանական բռնության մասով են միջով են անցնում եւ հետո նոր ֆիզիկական, տնտեսական բռնությունը, ընդ որում տնտեսական բռնությունը շատ կարեւոր է խոսել դրա մասին, որ ոչ միայն օրինակ կնոջը չթողնել աշխատել դա է, այլ օրինակ կինը աշխատում է եւ առանց համաձայնության ուղղակի գումարը իր մոտից վերցնելը կամ երբ որ արգելում ես կրթություն ստանալ։ Տեսեք, մենք ասում ենք դա կրթության իրավունքն է, աղջկան պետք է
չի կարելի թույլ չտալ կրթություն ստանալ, բայց դա ոչ միայն ինքնանպատակ է, ինչ լավ է կին աղջիկ ուզում էր գնար սովորել, ինչ վատ է, չէ, շատ լավ։ Երկրորդ ասում ենք կրթության իրավունք, այո, բայց նաև եթե երկարատև նայենք, դա տնտեսական մեծ նշանակություն ունի կնոջ համար։ Կինը, որը զրկվում է կրթություն ստանալուց եւ ենթարկվում է հետեւաբար տնտեսական բռնության, ինքը ավելի խոցել է իր կյանքի բոլոր մյուս դրվագների համար։ Ինքը ավելի հակված է եթե հանկարծ բռնության մեջ հայտնվի բռնարար հարաբերություններում, ավելի հակված է լինելու երկար մնալու այդ հարաբերություններում։ Ինքը, եթե չունի կրթություն, հետեւաբար դժվար թե մրցունակ մասնագետ դառնա եւ ֆինանսական այդ անկախությունը հետո ունենա։ Եվ եթե ֆինանսական անկախություն չունեցավ, մասնագիտություն չունեցավ, գրանցված աշխատող չեղավ, հավանաբար առողջապահական եւ սոցիալական երաշխիքները եւ մինչեւ խորձերություն, այսպես եթե նայենք, որակը նախ չի ունենա այդ երաշխիքները եւ կյանքի որակը ուղղակի հաստատած է լինելու եւ ՏՀԶԿ երկրների զեկույցները եթե մենք նայում ենք, ապա ինչ ենք տեսնում, որ ուղղակի կապ կա այդ բարձրագույն կրթություն ունենալու, բարձրագույն կրթություն ունենալու, որից հետո այդ մասնագիտական գործունեություն ունենալու եւ կյանքի տևողության եւ կյանքի արժեքի ու որակի հետ կապված։ Այնպես որ այս շատ կարևոր կետերից մեկն է եւ խոսում ենք տնտեսական չշեղվելով, ասենք տնտեսական բռնության, հոգեբանական, ֆիզիկական եւ սեռական բռնության, սրանք ընտանեկան բռնության մեջ տարբերակվող, այսպես ասենք, տեսակներն են, բայց կա նաեւ ընդհանուր հասկացություն, որը Եվրոպայի խորհրդի, ինչպես արդեն նշեցի, կոնվենցիայով համապատասխան, ինքը նաեւ ոչ մի կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ զորի պաշտպանության մասին կոնվենցիա ավելի լայն է, ոչ միայն ընտանեկան բռնության մասին է խոսքը, այլ առհասարակ կանանց նկատմամբ բռնության, որը սովորաբար հենց կանանց նկատմամբ է կատարվում միայն կամ անհամաչափորեն ավելի շատ։ Սա օրինակ հետամտումը կարող է լինել, ընդ որում որը վերջին փոփոխությունների համաձայն քրեականացվեց, կարող է լինել սելեկտիվ աբորտը, երբ որ ստիպում են կնոջը պտղից ազատվել, արհեստական ընդհատում կատարել հղիության պայմանավորված պտղի սեռով եւ մի շարք այլ բռնության տեսակներ, որոնք հենց կոչվում են կանանց նկատմամբ բռնություն, որոնք շատ սպეციფიկ են կնոջ պարագայում։ Եվ եթե դրանցից է մի հատ փունջ օկենք առանց ասենք ընտանեկան բռնությունը, իր ենթատեսակները, այդ 4-ն են, որոնց մասին խոսեցինք, որոնք բոլոր իրենց հիմքում իհարկե գենդերային բռնության հիմք ունեն, տարուն են։ Կան թվային ցուցանիշներ Հայաստանում կանանց կողմից տղամարդկանց բռնության դեպքեր։ Տեսեք, դրանք իհարկե կան, բայց այդ թվերը վարում են իհարկե համապատասխան մարմինները։ Դրանք քննչական կոմիտեն է, դրանք ոստիկանությունն է նախ եւ առաջ, դե որից հետո քննչական կոմիտեն է, եւ տեսեք, երբ որ զանգը գնում է օրինակ ոստիկանության այդ եւ նաեւ բռնության ենթարկված անձի ուրեմն դիմումի հիման վրա կարող է քրեական վարույթ բացվել, կարող է չհարուցվել։ Եվ կախված դրանից նույն քննչական կոմիտեում քննիչի ինչ որոշում է կայացնելու, գործը կարող է գնալ դատախազություն, կարող է չգնալ։ Եվ այդ գործերից մի մասն էլ կարող է գնալ դատարան, կարող են կարճվել գործերը, այսինքն այստեղ այնքան ադյաններ այսպես ունենք, որ ամեն պահին կարող են այդ գործերը նաև կարճվել։ Սկսենք դրանից եւ ոչ բոլորն են հասնում գործերը դատարան, դատարանում էլ էլի կարող է գործը ուղղակի չքննվել, այսպես կամ ոչի օգուտ բռնության առհասարակ ենթարկված է։ Սա ընդհանուր դիտարկում թվերը հասկանանք որտեղից են ստեղծվում։ Երկրորդ շատ կարևոր է խոսել տղամարդկանց մինչև մասին խոսելով, խոսենք նրա մասին, որ բռնությունը, ընտանեկան բռնությունը մասնավորապես այս պարագայում ինքը լատենտ բնույթ ունի, այսինքն ինքը գաղտնի բնույթ ունի, թաքնված։ Կարող է օրինակ դուք ունենաք պայմանական բարեկամներ, ես ունենամ բարեկամներ, որոնք հիանալիզույք են եւ մեր մտքով կյանքում չանցնի, որ այդ մարդկանց հարաբերություններում կամ ընտանիքում կա ընտանեկան բռնություն առհասարակ, կարող է մենք տեղյակ չլինենք դրանից, դրա համար այդ լատենտությունը կա եւ այս պարագայում տարիներ շարունակ կանայք կարող են լռել կամ կարող են ուղղակի որոշել, որ պայմանական դուրս են գալիս այդ հարաբերություններից, բայց իրավապահ մարմիններին չեն դիմում։ Ինչու եմ սա այսպես տարբեր շերտերով փորձում բացատրել, որ անգամ այն թվերը, որոնք մենք ունենք,
ոստիկանությունում թեկուզ, ընդ որում բավականին տարբեր են լինում հաճախ ոստիկանության թվերը եւ կանանց աջակցման կենտրոնների թեժ գծերը, որովհետեւ կանայք այնտեղ դիմում են ուղղակի աջակցություն ստանալու նպատակով, առանց որևէ պատասխանատվության, առանց որևէ պարտավորվածության են առումով, որ իրենք որպես բռնության ենթարկված անձ են զանգում, համապատասխան այդ գնահատումները կատարվում է, որի արդյունքում այո, պարզ է դառնում, եթե կինը իրապես բռնության ենթարկվել է, այդ համապատասխան ինչ աջակցության կարիք ունի եւ կանայք ստանում են, տեսեք, իշա իրենց, չէ, այն աջակցությունը, որի կարիք ունեն, որպեսզի կարողանան վերականգնել ու դուրս գալ այդ ամենից։ Կանանց աջակցման կենտրոնների զանգերի թիվը սովորաբար ավելի շատ է լինում, քան ոստիկանության։ Չնայած հիմա ոստիկանությունը ունի նաև պատասխանատվություն բռնության ենթարկված անձանց իրենց համապատասխան մարզի կանանց աջակցման կենտրոն ուղղորդման կարգ գոյություն ունի, որովհետև դա այնտեղն է, որտեղ պետությունը կրկին ասում են պատվիրակված աջակցություն պետության կողմից, որպեսզի կինը բռնության ենթարկված կինը կարողանա իր աջակցությունից օգտվել։ Վերադառնանք թվերին, թվերը ինչ ենք ասում, եթե ասում ենք գենդերային բռնություն կամ կանանց նկատմամբ բռնություն, ընտանեկան բռնություն, այդ դեպքերում, բոլոր դեպքերում այնուամենայնիվ մենք հաճախ նկատի ունենք կնոջը, որովհետև կինը անհամաչափորեն ավելի շատ է ենթարկվում եւ ուժային տեսանկյունից եւ թվային տեսանկյունից, հա։ Տղամարդիկ եւս կարող են բռնության ենթարկվել, ընտանեկան բռնության, բայց այստեղ թվերը անհամեմատելի քիչ են։ Զուտ դիցուկ, որ ուղղակի պատկերացնեք, կարող է տարեկան այդ թվերից գրանցված թվերից 1004-ից 2-ը լինի, 4-ը լինի տղամարդու նկատմամբ, եւ ընդհանրապես եթե տեսություններն լայենք եւ տեսականներից ընդհանրապես օրինակներ վերցնենք ամբողջ աշխարհի կտրվածքով, սովորաբար նույն տղամարդը իր մարմնով եւ իր ձեռքով կամ ոտքով է այդ կներեք, բայց ֆիզիկապես այդ նույն հարվածը, եթե ֆիզիկական բռնության մասն է խոսքը հարվածները հարցնում, կանայք սովորաբար չգիտեմ, այլ առարկայի միջոցով, սովորաբար պաշտպանվելու հետևանքով։ Ընդ որում միտումները քիչ չեն, ես ձեզ ասեմ, լինում են դեպքեր, երբ որ բռնարարը, տղամարդը, ամուսինը, զուգընկերը կարող է բռնության ենթարկել եւ շտապել, որպեսզի ոստիկանությունում ինքը հաղորդում տա, որ ինքը պաշտպանվում է, դիմացինը հարձակվել էր, այ ինքը բռնության իրական զոհը ինքն է, չի խփել, ուղղակի այդ պաշտպանելու ընթացքում տենց վնաս է հասցրել։ Այս միտումներն կան ու դա ամբողջ աշխարհում են նկատվում, սա էլ ունենք։ Եվ բռնության մասով պետք է նաև ասեմ հարկադիր ծառայություն իրականացնող մարմնի կողմից կան տեսակցություններ, որոնք տեղի ունենում հենց նրանց դեմ միջոցով, կախված դատարանի որոշումից, երեխաների տեսակցության մասին է խոսքը, եւ այս տեսակցությունները արդեն մի քանի տարի է հետեւյալ ունենք, եթե տեսակցությունները խոչընդոտվում են, 1-2 անգամ այնտեղ թիվ կա թվային ուրեմն բան ունենք, արժեք ունենք, դրանից հետո քրեական գործ կարող է կնոջ նկատմամբ բացել եւ այս թվերը նաեւ այնտեղ կարող ենք տեսնել, որ կինը խոչընդոտել է եւ նրա ուրեմն նկատմամբ քրեական վարույթ է ընդունել եւ քրեական գործ է գնում։ Այս դեպքերներ կան, որը էլի կանանց իրապես խոցելի վիճակներում են գցում, որովհետեւ նույն ամուսինները, նախկին ամուսինները, զուգընկերները բավականին այսպես ասենք գործիք են օգտագործում, որովհետեւ մի կարևոր շեշտադրում կուզեի անել այստեղ ընտանեկան բռնությունը ինչու է նաեւ օրենք սահմանում եւ ճանաչում, որ ոչ միայն ամուսնության ժամանակ զույգի երկուսի միջև տեղ ունեցած, հա, այսինքն մի կողմից, մի սեռի կողմից մյուսի նկատմամբ օրինակ այս բարակայում ասենք ամուսինը կնոջ նկատմամբ բռնությունն է, այլ կարող է լինել նախկին զուգընկերը կամ նախկին ամուսինը, որովհետև անգամ այն բարակայում, երբ որ մարդիկ ամուսնալուծվում են, բռնությունը այդտեղ չի վերանում, բռնությունը կարող է շարունակվել անգամ, եւ եթե անգամ դա նախկին ամուսինն է, ընտանեկան բռնության մասին միևնույնն է մենք խոսում։ Եվ շատ հաճախ, եթե կան երեխաներ, եւ եթե կան անչափահաս երեխաներ, եթե կան մանկահասակ երեխաներ, ցավոք սրտի բռնարարի ձեռքում այդ երեխաները կարող են գործիք դառնալ նույն բռնությունը շարունակելու հեռավորության վրա կնոջ նկատմամբ։ Խոսենք նաև հասարակության անտարբերության մասին, այն առումով, որ հաճախ ենք հանդիպել հավանաբար կյանքում գոնե մեկ անգամ հաստատ, որ հարևանի կնոջն ենք վատ վիճակում տեսել կամ ձայներ ենք լսել, ինչպես ճիշտ արձագանքել, որպեսզի մենք չթիրախավորվենք, բայց նաև անտարբեր չլինենք։
Երբ սկսենք նրանից գոնե այս մեր հաղորդման ընթացքում ես եւ դուք փորձենք լինել ավելի զգայուն եւ չասենք նրան անհարմար վիճակում ենք տեսել, այլ բռնության մեջ ենք տեսել։ Այստեղ արեք համարձակվենք այդ անունը տանք։ Այո, տեսել ենք բռնության մեջ, եղել են դեպքեր արձագանքել ենք, եղել են դեպքեր չենք արձագանքել։ Մի հետաքրքիր կոնցեպտի մասին խոսեմ եւ հետո անդրադառնամ մեխանիզմներին։ Ջուդիթ Հերմանը, որի գրքի մասին նշեցի, մի ամբողջ բաժին, թերևս երևի իմ կողմից ամենասիրած բաժինն է դա, նվիրում է երկու կոնցեպտի։ Մեկը բարոյական համայնքն է, մյուսը լուրականատես ինստիտուտը։ Բռնության ենթարկված անձինք, մասնապես կանայք եւ երեխաները իրապես կարիք ունեն այդ բարոյական համայնքի աջակցության եւ փոխաջակցության, փոխըմբռնման, ձեռքբերմանը։ Պետք է լինի այն աջակցությունը, որը ինքը իմանա, որ մենակ չէ այդ ամենի մեջ եւ ինչքան էլ դժվար է, կա երկ։ Մյուս կողմից ինքը առաջ է քաշում լուր ականատես ինստիտուտ գաղափարը, որը ականատեսն է, բայց ինքը լուր է։ Ինքը տեսել է, բայց չի միջամտում, ինքը տեսել է, բայց անտարբեր է, չի խոսելու, որովհետև ուղղակի հարմար է, որովհետև բռնության ենթարկված կինը ինչ որ պահի դառնում է օրինակ գլխացավանք դիմացինի համար, ինչ հարմար էր, դա այն լսեցինք, հիմա էլ չենք լսում։ Հիմա դրանց ինչ հարմար է, չէ՞, ասել իրանց ընտանեկան գործն է, թող իրանք էլ լուծեն։ Չէ, չեն լուծում, տարիներ շարունակվում է, դա մեկ միջադեպ չէ, դա պատահականություն չէ, դա պարբերաբար կրկնվող, շարունակական կրկնվող բնույթ ունեցող երևույթ է, այդտեղ դժում է նախկինը իր ամբողջ, ասում ենք integrity-ով, ամբողջականությամբ, կնոջ կյանքի տարբեր ասպեկտներ դժում են։ Երեխաներն են դժում։ Մտնում եմ ուրիշի ընտանիք, որ իրավունքի Հենց նույն կնոջ, դա իր ընտրությունն է, այսպես ասած։ Կինը չի ընտրում բռնության մեջ մնալ։ Դա շատ սխալ հասկացություն է։ Մենք ընտանեկան բռնությունը հանրային կարգով քննվող գործեր են հիմա Հայաստանի Հանրապետությունում։ Այլևս մասնավոր չեն որպես այդպեսին։ Տեսեք, տարբերություն կա եւ շատ լավ է, որ պետությունը եկել է այդ գիտակցության, իրավագիտակցության։ Դա շատ կարեւոր դրույթ է։ Եթե կինը պայմանական չի տեսնում ելք, որովհետեւ չունի աջակցություն, չի տեսնում այդ հնարավորությունները, պետությունը պետք է հոգա դրա մաս։ Եթե ինքը այդ բան չի հասկանում, թե իր երեխան, մանկահասակ կամ անչափահաս երեխան, որպես բռնության ականատես, ինչ մենք ընդհանուր ասում ենք տրավմատար, այնքան ենք մենք արժեզրկել այդ բառը, չենք հասկանում։ Տրավմատարած երեխաները, եթե չեն կարողանում մանկության հասակում ստանալ համապատասխան աջակցություն, աջակցող մասնագետի կողմից, կարող են մեծ տարիքում ցավոք սրտի հաճախ ոչ միշտ, բայց հաճախ լինում են դեպքեր, լավ, եթե չասենք այլ դեպքեր, աղջիկ երեխաները կրկին բռնարար հարաբերությունները մեն հանդիպում եւ զոհի կարգավիճակում, տղաները լինում են դեպքեր, որ իրենք են բռնարար դառնում։ Եթե այն երեխա, որը մեղավոր չէ, բայց ինքը տեսել է եւ դա որպես գործիք յուրացրել է։ Հիմա մենք հաշվել է, պետությունը հաշվել է, թե իր վրա ինչքան կներեք թանկ է նստում, ինչ է արժենում բռնարար ունենալը, բռնարար հարաբերությունները բառի բուն եւ անուղղակի իմաստով։ Կարող ենք խոսել արժանապատվության մասին, բարոյական արժեքների մասին, բայց ֆինանսապես էլ պետությունը մեծ կորուստներ է կրում։ Այս առումով իհարկե այնտեղ իրավունքի մասին չկա, կնոջ իրավունքն է բռնությունի վերջ ապրելը, լիարժեք ապրելը, արժանապատիվ ապրելը, որակյալ ապրելը, սիրո հարգանքի մեջ ապրելը, նորմալ ապրելը։ Այ նորմալ չէ բռնությունը։ Արձագանքման մեխանիզմները տարբեր են։ Եթե ես տարիներ առաջ ինձ հանդիպեիք եւ հարցնեիք, այն դեպքում, երբ որ ես ինքս մասնակից չէի ոլորտի կամ շատ ավելի երիտասարդ, տենց энտուզիազմով, եղել են դեպքեր, ես ինքս գնացել եմ եւ դուռը բացել եմ, թակել եմ, մտել եմ ներս, բայց որ հիմա հասկանում եմ, կարող է եւ նաեւ իմ կյանքին էր այդ պահին վտանգ սպառնում, որովհետեւ այն ինչ որ ես տեսել եմ, դա նորմալ բարի բուրում ամենաթեժ պահն էր։ Դա տարիներ առաջ էր մեր, այսպես ասենք, հարևանությամբ, երբ որ տենց որոշեցի միջամտել։ Հիմա եթե լինում է եւ լինում է, միջամտում եմ ոստիկանություն զանգելով։ Եթե չեմ ճանաչում այդ անձին եւ շատ առաջին հերթին դա միակ բանն է, որ կարող ես ստոպ տալ, որովհետեւ հաջորդ քայլը չգիտես կարող է այդ կնոջ համար վերջին նաեւ վարկյանը լինի։
Եթե նաև ճանաչում եմ, գուցե չեմ ճանաչում, բայց հնարավորություն կա հայտնելու իրապես, որ ինքը ունի իրավունք եւ ունի հնարավորություն այդ պատվիրակված պետության կողմից աջակցությունը ստանալու, միանշանակ հավատացեք ուղղորդում եմ եւ ուղղորդել եմ եւ շարունակել եմ ուղղորդել այդ աջակցման կենտրոններից որից է մեկը այն մարզում, որտեղ ինքը գտնվում է։ Եղել է դեպք, որ եթե անկեղծ զանգել եմ ոստիկանությունը շատ արագ արձագանքել է եկել է, հետո ծիծաղալով հետերին չել, որովհետև դե հիմա կինը սովորաբար կին այդ պահին չի ընդունում, ասում է դե հիմա տենց ընդհանուր վեճ էր, չի խփել այդ ձայներ ուղղակի եւ այլն։ Եվ ես հիշեցրել եմ գործող օրենքը ինչի մասն է եւ ասել եմ հետ եք գնում։ Եվ 2 օր հետո իրանք զանգել են եւ շնորհակալություն հայտնել են, որովհետեւ հաջորդ օրը, որ իրանք բարձրացել են ու դուրս են եկել, բայց ոչ մի այդ պահին դեռ նախազգուշացում կամ ինչ որ որոշում թեկուզ անհետաձգելի չէին տվել։ Երկրորդ թե երրորդ օրը դեպքը կրկնվել էր էլի։ Շնորհակալություն հայտնեցի, որտեղ սա այն դեպքն էր, որ արդեն երկրորդ կրկնումն էր։ Փաստորեն իրենց համար առաջինը հավաստի չէր, որովհետև դե կինը չէր ընդունել, երկրորդ երրորդին կինն էր արդեն դիմել։ Եվ այդ անձը, եթե չեմ սխալվում, անհետաձգելի միջամտության որոշում էր ստացել արդեն։ Եվ շնորհակալություն ինչի համար, դա իմ որպես քաղաքացի պարտականություն եւ յուրաքանչյուրիս պարտականությունը պետք է լինի։ Եւ այո, այդ պահին բռնության մեջ գտնվող կինը կարող է ընդհանրապես չհասկանա ինչ է իր հետ կատարվում, կամ հասկանա, բայց վերջի իր ամուսին իսկով ասել, արեք խոստովանենք, ասենք իր ամուսինը գուցե զգացմունք ունի իր ամուսնու նկատմամբ, բռնարար ամուսնու նկատմամբ։ Իհարկե դա շատ ամեն մեկի մոտ կարող է տարբեր ձև դրսևորվել։ Օրինակ ինձ համար, որտեղ կա բռնություն, այդտեղ չի կարող լինել զգացմունք, որտեղ ամեն բան փշրվում է։ Բայց ամեն մեկ ունի իր ընկալումը եւ կնոջը պետք է ժամանակ որ հաղթահարի եւ հավատացեք, ելի ասում, կնոջ իրավունքը լիարժեք արժանապատիվ որակյալ կյանքով ապրելն է, նորմալ ապրելը։ Այ նորմալ չէ բռնությունը։ Եվ իր իրավունքն է, որ մենք որպես իր աջակցող բարոյական համայնքի մի մաս իրան իրապես օգնենք։ Եղել են դեպքեր, երբ որ օրինակ ազգային փոքրամասնության ներկայացուցիչները դիմել են բռնության դեպքի համար կամ օրինակ աղջիկ փախցնելու ավանդույթը դեռ կա, իհարկե միայն եզդիների մոտ չէ, հայերի մոտ էլ դեռևս համայնքներում պահպանվել է, բայց պետությունը համապատասխան արձագանք դրան չտա, ուշադրություն չդարձնի, փաթեթավորելով դա ազգային սովորույթի կամ չգիտեմ առհասարակ սովորույթ ասվածի քողի տակ։ Տեսեք, ես պրակտիկ աշխատող չեմ, ես կանանց իրավունքների ուսումնասիրության մասնագետ եմ եւ կարող եմ դեպքերը ուսումնասիրել եւ անմիջապես չառնչվել հենց դեպքերի հետ, սոցաշխատող չեմ, հոգեբան չեմ, բայց իհարկե դեպքեր եղել են, բազմաթիվ է դեպքերը ես երկրորդային տվյալներն եմ վերլուծել, երկրորդային տվյալներ եմ ստացել, կանանցից ինչու՞ չէ եղել են դեպքեր, հենց կանանցից լավ առաջնային տվյալներ են եղել, որ լսել եմ իրենց հետ նույն հարցազրույցներում եւ Հայաստանը միակ այդպես ցավոք սրտի չէ, նույն կոնվենցիան է վկայում դրա մասին, կոնվենցիան այնտեղ Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի մասին է մասնապես խոսքը, կետ ունի, որ որևէ, ուզում հիշեմ ինչպես է ճիշտ տալիս, ազգային կրոնական հիմքով որևէ բռնություն չի կարելի արդարացնել։ Այսինքն սա վկայում է այն մասին, որ կա միտում տարբեր մշակույթներում բռնության որևէ տեսակ պիտակավորել, որ կամ արդարացնել, որ դա կրոնական կամ ազգային մշակութային հիմքով էր եւ այդքան էլ բռնություն չի։ Միայն այն, որ է սահմանումը կա, արդեն խոսում է նրա մասին, իսկ սահմանումը հենց այնպես չի եկել։ Տարբեր օրինակների հիման վրա միտում է դուրս բերվել եւ ավելի տեսական սահմանման տեսքով, այսպես ասենք, ներկայացվել են։ Իհարկե եղել են դեպքեր եւ դա ոչ միայն եզդիական համայնքն է, դա հայկական համայնքում էլ կարող են լինել։ Եվ հա, որակավորվել, որտեղ հիմա իրանց գործն է իրար կհասկանան կամ համապատասխան ճիշտ ժամանակին միջամտություն չի եղել եւ քիչ չեն այն դեպքերը ցավոք սրտի ես ինքս էլ առնվազն մեկ դեպք այս պահին մտաբերեցի, որ նույն ճակերտավոր աղջիկ փախցնելու արդյունքում, որը բռնություն է կնոջ նկատմամբ, տարիներ հետո նախ զույգը ամուսնալուծվել էր եւ մի քանի տարի հետո նաեւ գնասպանությամբ ավարտվեց այդ դեպքը։ Տխուր թեմաներից երևի թե գանք եւ վերջում կուզեմ ձեր ուղերձը լսել կանանց միամսյա այդ կապակցությամբ եւ առհասարակ իրավունքների պաշտպանության մասով։ Շատ լավ, որպես ոլորտի մասնագետ կուզենամ ասել, որ այս մեկամսյակը թե դա լիներ ընդամենը մեկ օր իրականում կապ չունի,
ուղղակի փայլուն հիշեցում է, թե ով ենք մենք, կանայք, եւ փայլուն հիշեցում է եւ հիշատակման օր բոլորի անկախ ազգությունից, անկախ կրոնական պատկանելությունից, բոլոր այն կանանց մեր նախնիների, ովքեր իրապես պայքարել են, որպեսզի սիրելի Զուզան, դուք եւ այսօր ես օրինակ նստենք այստեղ եւ խոսենք մեզ վերաբերող կանանց վերաբերող տարբեր հարցերից, բարդ, միանշանակ ոչ պարզ հարցերից։ Իրապես բոլոր դա հիշատակման օր է, բոլոր այն կանայք, որոնք պայքար են մղվել, որոնց անունները մենք լսել ենք, գուցե չենք լսել, որոնց պատմությունները պատմված են կամ չպատմված են, ձայնը լսելի է դարձել, թե չէ, այն կանանց տալ համապատասխան իրենց արժանիքը եւ տալ շնորհակալությունը եւ հիշել, որ կանանց իրավունքները շարունակում են արդի թեմա մնալ։ Այն պահին, երբ որ մենք մի պահ կանգնենք եւ մտածենք, չէ, անելու բան չկա, դրանք շատ արագ հետ են գնալու եւ պատահական չէ այս պահին գերպետությունների քաղաքականությունների փոփոխությունը գլոբալ ամբողջ աշխարհում, որը ցավոք սրտի այնուամենայնիվ կանանց իրավունքների առումով հետընթաց թերևս եթե այսպես շարունակվի կգրանցի կգնանք մի քանի քայլ հետ։ Բայց մյուս կողմից կան ոլորտում մասնագետներ, փորձագետներ, մասնագիտական համայնքներ, աջակցող համայնքներ, հասարակական կազմակերպություններ, որոնք հենց զբաղվում են կանանց իրավունքներով եւ նրանց պաշտպանությամբ եւ մաղթանքս լինելու է կամ մաղթանքս լինելու է ուղղակի սա զուտ սիմվոլիկ է, այսպես լավ ասենք մարտի 8-ից մինչև ապրիլի 7 ընկած ժամանակահատված ընդամենը հիշեցում եւ հիշատակման օր արժանինքները տալու բոլոր մերկին նախնիներին, որոնք իրապես պայքարել են մեզ համար։ Այսպես, իսկ մաղթանքի կամ բարեմաղթանքի տեսքով, որ կարծրատիպերը չպետք է մենք թողնենք, որպեսզի մեզ սահմանեն մեր արժանապատիվ եւ երջանիկ կյանքը, մենք ինքներս պետք է հասկանանք մեր անհատական ներուժը, ոչ թե սերով պայմանավորված այն հատկանիշները, որ մեզ վրա ուղակի դրվում են, որովհետեւ կին ենք կամ աղջիկ, բայց ով ենք մենք որպես անհատ, ինչ ներուժ ունենք եւ ինչ ցանկություն ունենք այդ ներուժի ցանկության արանքում փորձենք գտնել մեզ եւ իրավունքները փորձենք իրապես պաշտպանված պահել, բայց միայնակ չենք կարող, ես կոչ եմ անում բոլոր կանանց եւ աղջիկներին շատ իրապես սրտան սոլիդար լինել միմյանց նկատմամբ, որովհետեւ կանայք ընդհանրապես գրանցել են այդ զարգացումը, կայուն զարգացումը, փայլուն հաղթանակները, փոքրիկ կամ մեծ հաղթանակները պատմության մեջ եւ իրապես միավորված են եղել։ Միայն միավորված փող աջակցության շնորհիվ տարբեր համայնքի, տարբեր խմբերի կանայք կարող են իրենց ձայնը լսելի դարձնել եւ իրապես պաշտպանված մնալ հնարավորինս։ Շնորհակալ եմ Անի ջան։ Ես էլ միանալով մեր հյուրի խոսքերին ուզում եմ շնորհավորել բոլոր կանանց մեկամսյակի կապակցությամբ եւ մաղթում եմ բոլորիդ ուժ պայքարելու ձեր իրավունքների ու նաեւ այլոց իրավունքները չխախտելու համար։